Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղության ծրագիրը բանակցությունների արդյունքում հաջողվել է կրճատել 28 կետից հասցնելով 20-ի։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ հանվել են Կիևի համար ամենահակասական պայմանները։ Արդյոք Լոնդոնում Դաունինգ Սթրիթում երկուշաբթի կայացած հանդիպմանն է կրճատվել Թրամփի պլանը։ Զելենսկին չի հստակեցրել, երբ եւ որտեղ է դա արվել ու կոնկրետ ինչ կետերի մասին է խոսքը։ Հայտնի է միայն, որ տարածքային հարցերի շուրջ փողզիջում դեռ չկա։ Մոսկվան պահանջում է նվազագույնը ամբողջ Դոնբասը։ Եվրոպական եռյակի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ հանդիպումներից հետո Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք չունի իր տարածքները հանձնել ոչ երկրի սահմանադրությամբ, ոչ էլ միջազգային իրավունքով։ Լոնդոնյան հանդիպումը հաջորդել է Ֆլորիդայում տեղի ունեցած երրորդյա բանակցություններին, որոնց ընթացքում ըստ Աքսիոսի Թրամփի վարչակազմը ճնշել է Զելենսկիին, պարտադրելով տարածքային զիջումներ։ Ամենայն հավանականությամբ Զելենսկին տեղի չի տվել։ Հանդիպումից անմիջապես հետո Սպիտակ տան ղեկավարը քննադատել է նրան, պնդելով, թե Ուկրաինայի նախագահը դեռ չի կարդացել ամերիկյան առաջարկը ու պատրաստ չէ այն ստորագրել։ Դիվանագիտական շաբաթ հայտարարելուց հետո է Զելենսկին Լոնդոն թռել, հետո Բրյուսել, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Զելենսկիի խոսքով լավ եւ արդյունավետ զրույցից հետո գրեթե միանման գրառումներ են սոցցանցերում արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հարգվի, նրա անվտանգությունը պետք է երկարաժամկետ հեռանկարում երաշխավորվի Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղ համաձայնագրի շրջանակներում։ Այսօր ուկրաինական կողմը կավարտի աշխատանքը խաղաղ պլանի վրա եւ այն կփոխանցի Վաշինգտոնին, հայտարարել է Եվրոտուրնեյում գտնվող Զելենսկին։ Կան բաներ, որոնք մենք չենք կարող անել առանց ամերիկացիների, եւ բաներ, որոնք մենք չենք կարող անել առանց Եվրոպայի։ Հետևաբար մենք պետք է մի քանի կարևոր որոշումներ կայացնենք։ Խորհուրդ եմ տալիս Եվրամիությանը լսել Թրամփին եւ փրկել Եվրոպան։ X-ում գրել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Եվրոպան որոշել է Ուկրաինան փրկել ռուսական փողերով։ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու վերաբերյալ գործարքի մասին կարող է հայտարարվել արդեն այս շաբաթ։ Եվրամիության պաշտպանության բանալին ըստ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի ռուսական սառեցված ակտիվների առգրավումն ու դրանցով Կիևի ֆինանսավորումն է։ Ֆինանսական աջակցությունը թույլ կտա Ուկրաինային գոյատևել եւ պաշտպանել Եվրոպական միությունը։ Կրեմլը պատասխանել է. Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները բավարար են միայն եւս մի քանի տարի ուկրաինացիներին փամփուշտների պես օգտագործելու համար։ Փամփուշտներ գրեթե չկան ճակատում։ Կողմերն արդեն ծանր զենքերով են հարձակվում ու պաշտպանվում։ Շարունակվում է հարձակումը փաստացի ռազմաճակատի բոլոր ուղղություններով։ Ռուսական բանակը գրավել է Լիսովկան, Սուխոյ-Յարը, Գնատովկան, Ռոգը եւ Նովոպավլովկան, առաջ է շարժվում Սևերսկում, Պոկրովսկի մոտակայքում։ Միրնոգրադը, որը հաճախ ռուսները հին անունով Դիմիտրով են ասում, եռացող կաթսայի է վերածվում։ Քաղաքի շուրջն արդեն մոխրագույն գոտի է։ Այսօրվա դրությամբ մենք վերահսկում ենք քաղաքի հարավային մասը, ամբողջությամբ ազատագրված եւ մեր վերահսկողության տակ է գտնվում քաղաքի ավելի քան 30%-ը։ Կկարողանա արդյոք Զելենսկին համատեղել 3-1-ում, պահել տարածքները, Եվրոպայից անվտանգության երաշխիքներ ու փող ստանալ երկիրը վերականգնելու համար։ Փորձագետները դժվարանում են կանխատեսել, ամեն ինչ կախված է Ռուսաստանից, որը հազիվ թե զիջի իր վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները։ Ծովինար Վարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։